Ողջույն բարեկամներ, հաճախ մարդիկ գանգատվում են զարկերակային ճնշման բարձրացումից կամ իջեցումից։ Ինչու է մարդկանց ճնշումը տատանվում։ Զարկերակային ճնշման տատանումները պայմանավորված են անոթների տոնուսի փոփոխությամբ՝ ի պատասխան բազմաթիվ ազդակների։ Այդ տատանումները կարող են պայմանավորված լինել սրտի կծկողականության փոփոխություններով, անոթների լայնացմամբ կամ սեղմամբ, ինչպես նաև շրջանառվող արյան ծավալի փոփոխություններով։ Այդ տատանումները կարող են լինել ինչպես ֆիզիոլոգիական, օրինակ պայմանավորված մարդու տարիքով, սեռով, անոթային պատասխանով համապատասխան ազդակների նկատմամբ, այնպես էլ ախտաբանական։ Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են զարկերակային ճնշման մակարդակի վրա։ Դրանց շարքում են սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, ստրեսային իրավիճակները, մարմնի ավելորդ քաշը և այլն։ Եթե այդ տատանումները լինում են տևական, ապա տեղի է ունենում անոթների և օրգանների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ։ Զարկերակային ճնշման տատանումները, մասնավորապես ճնշման տևական բարձրացումը, բերում է բազմաթիվ սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացման, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, ինսուլտը, ծայրամասային զարկերակների հիվանդությունները, երիկամային անբավարարությունը, տեսողական ֆունկցիայի խանգարումը և այլն։ Այդ պատճառով զարկերակային գերճնշումը համարվում է նաև հանկարծամահության ռիսկի գործոն։ Ամբողջ աշխարհում նախքան դեղորայքային բուժմանն անցնելը, զարկերակային գերճնշման կանխարգելումը և բուժումն իրականացվում է մարդու ապրելակերպի փոփոխություններով։ Խորհուրդ է տրվում մարմնի քաշը կայուն պահել բնականոնի սահմաններում, նվազեցնել կերակրի աղի քանակը, սննդակարգում ավելացնել օգտագործվող բանջարեղենի և մրգերի քանակը, օրական առնվազն 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը, օրինակ արագ քայլելու միջոցով, նվազեցնել ալկոհոլի օգտագործումը և դադարեցնել ծխախոտի օգտագործումը։ Իհարկե, այս միջոցառումներն իրականացնելուց հետո նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում։ Զարկերակային ճնշման տատանումները կարող են ի հայտ գալ տարվա բոլոր եղանակներին, սակայն այդ տատանումները առավել նշանակալի են դառնում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ժամանակ։ Ապացուցված է, որ ցածր ջերմաստիճանը բերում է անոթների սեղմման և զարկերակային ճնշման բարձրացման, իսկ բարձր ջերմաստիճանը հակառակը։ Ձմռան ամիսներին ավելի գերակշռում է զարկերակային ճնշման բարձրացումը, իսկ ամառվա ընթացքում ճնշման որոշակի իջեցումը։ Զարկերակային ճնշման որոշ տատանումներ կարող են տեղի ունենալ ցանկացած տարիքում, սակայն ճնշման բարձրացումները առավել հաճախակի են դառնում տարիքի հետ։ Նման խնդիրներից ավելի հաճախ գանգատվում են 50 տարեկանից բարձր մարդիկ։ Մինչև 50 տարեկան տարիքային խմբում զարկերակային գերճնշումն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն ավելի բարձր տարիքում այդ տարբերությունը համարյա վերանում է, պայմանավորված կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալով։ Զարկերակային ճնշման ցանկացած հանկարծակի բարձրացում և իջեցում, որն ուղեկցվում է համապատասխան ախտանիշներով, կարիք ունի անհապաղ մասնագիտական միջամտության։ Նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի և ստանալ մասնագիտացված բուժօգնություն։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, եթե դեռ բաժանորդագրված չեք ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի վրա, ընտրեք բոլոր ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք նոր հետաքրքիր և օգտակար տեսանյութերը։